Բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Տվին Իսանյանը պնդում է ոստիկանները ծեծի են ենթարկում, սակայն դատարանն իրեն է պարտավորեցնում տուգանք վճարել։ Ակտիվիստը դատարանից հերթական ծանոթությունն է ստացել։ Ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար պարտավոր է 50,000 դրամ վճարել։ Նա սակայն հրաժարվում է տուգանքը մուծել, ասում է նախընտրում է այդ գումարը փաստաբաններին տալ, ու մինչև վերջին այդյանը պայքարել, նաև եվրոպական դատարան դիմել։ Աշխատանքի հետ կապված ընդհանրապես կարող է խնդիրներ լինի, բայց կվճարեմ վերջի հնարավոր տարբերակով։ Տվին Իսանյանը պնդում է Բաղրամյան պողոտայում, Խորենացիում մեկ անգամ չէ, որ իրեն բերման են ենթարկել, նաև ծեծել։ Ոստիկանների դեմ քրեական գործ հարուցվել է, սակայն նրանց մեղքն ապացուցել այդպես էլ հնարավոր չի եղել։ Դատաբժշկական փորձաքննություն ամիսներ անց են կատարում, երբ կապտուկներն արդեն չեն երևում, պնդում է ակտիվիստը։ Ծեծել էին, ուշագնաց է եղել, էլեկտրաշոկ էին օգտագործել, հայոյանքներ, այսինքն եթե մտնում ես ոստիկանություն նորմալ դեմքով ու դուրս ես գալի ծռմռված ու ինչ-որ կապտուկներով, դրանից ենթադրում է ոստիկանությունում կամ մեքենայի մեջ կամ ինչ-որ միտեղ քեզ ծեծել են։ Դու եղել ես ոստիկանների ձեռքում, բայց դա իրանց համար փաստ չէր։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար հայտարարում է համակարգի բարեփոխումների մասին, սակայն տարիների ընթացքում միայն ծեծելու մեթոդներն են փոխվում, կարծում է ակտիվիստը։ Պնդում է Խորենացիի վերջին ցույցերի ժամանակ ոստիկաններն անգամ իր հեռախոսն են վերցրել ու այդպես էլ չեն վերադարձրել։ Եթե ոստիկանը գողանում է հեռախոս, էլ ում պետք է դիմես էլի, եթե ոստիկանն արդեն գործի մեջ մտել էլի։ Ծեծուջարդի մասին դե միշտ եղել է, ինչ-որ դեպքերի համար երևի ըստ հրամանի ավելի դաժան են եղել։ Ոստիկանությունը այն որ չի բարելավել իր ոչ մի բանը, սուտ կլինի ծեծելուց իրանց մեթոդները բարելավել են, հենց են ծեծում, որ հիմնականում կամերաներ չեն ֆիքսում։ Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Ազատության հետ զրույցում ակտիվիստին խորհուրդ տվեց դատական մարմիններին դիմել։ Իսկ երբ տեղեկացրինք, որ դիմել է ու նաեւ դատարանների դեմ է բողոքում, ասաց, որևէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը դնել հարցականի տակ։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մինչդեռ ասում է, դատարանը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը եւ քննչական ծառայությունը նույն կաթսայի մեջ են ու իշխանության հենարանն են եւ շատ դեպքերում պարզապես հնարավոր չէ արդարության հասնել։ Հայաստան դատաիրավական համակարգ չունի տարական ինքնուրույնություն, էլ չեմ ասում դատարանների անկախություն։ Նրանք լրիվ կախված են հանրապետության նախագահի։ Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանությունն էլ ազգային անվտանգությունն էլ նույնիսկ նախարարություն չեն, այդ ուղղակի ենթարկվում են հանրապետության նախագահին որպես ծառայություն, նրանց պետերին եւ տեղականներին նշանակում է նախագահը, սրանք լինելով իշխանության հիմնական հենարան գործում են ոչ թե օրենքներով, այլ գործում են հրահանգով։ Իմ առաջ է դա եղել, բռնի ուժ է կիրառել, որը կարելի է նաև համարել բռնություններ ցուցարարների խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ որպես կանոն միջև հիմա որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Տվին Իսանյանն արդարության հասնելու հիմնական ճանապարհը հենց փողոցային պայքարն է համարում։ Նա 2013-ին տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի ժամանակ է առաջին անգամ փողոց դուրս եկել, ապա բողոքի նաև այլ ակցիաների միացել։ Սկզբում խուսափում էի, հետո հասկացա, որ նահանջել պետք չէ, ասում է 27-ամյա ճարտարապետը։ Այն պահից, որ ես մտել եմ, մինչև այս պահը, որ գնահատում եմ, մարդկանց մեջ հենց պայքարելու հանդեպ վերաբերմունքն է փոխվել։ Հիմնականում սկզբում, այսինքն նույն 100 դրամի ակցիաների ժամանակ շատերը ասում էին, որ դե մեկը ոչ մի բան չի ստացվի, բան ինչ-որ տենց բաներ, բայց փաստվեց, որ ստացվում է։ Մինչև այդ Մաշտոցի պուրակի այդ պաշտպանության համար ես ինքս չեմ մասնակցել, այդ ժամանակ վախենում էի ոստիկանությունը գնել բան այդ ամեն թեմաներից, բայց հետո հասկացա, որ վախենալով ոնց որ ավելի մեծ հնարավորություն է տալիս իրանց ոնց որ կան, այդպես մնան ու շարունակեն ավելի մեծացնեն իրանց բազան էլի։ Տենց կոտրեցի մեջ ու անցա գործի էլի ոնց ասած։